Ողջունում եմ բոլորից ջերներ։ Այսօր Տիրոջ ողորմությամբ եւս մեկ օր ունենք, եւս մեկ առիթ ունենք մեկտեղ հավաքվելու, միասին Տիրոջը փառաբանելու, միասին աղոթելու եւ ասեմ, որ սա առանձնահատկում է, որ ոչ բոլորն ունեն, եւ սա առանձնահատկում է, որ ոչ բոլորն են գնահատում, որովհետեւ այն ինչ որ կարծես թե հեշտ է տրվում, շատ քչեր են, որ գնահատում են։ Առաջի տպավորությունը դե ամեն կիրակել պաշտամունք է լինելու, դե ամեն կիրակել նույն ժամին է, նույն կարծես բաների մասին է խոսվում ու մարդիկ սկսում են այլ բաները ավելի գնահատել, քան թե այս փոխհարաբերությունը, որ ունենք մենք Տիրոջ մեջ ու մեկտեղ հավաքվելու մեջ։ Ուստի իմ աղոթքը սա կլինի, որ մենք էլ աղոթենք, որ մեզ համար ամեն տերունական օրը, ամեն կիրակի օրը ոչ թե ուղղակի եւս մեկ հերթական օր լինի, այլ սա այն օրը լինի, որ ես հանդիպում եմ ունենալու Տիրոջ հետ եւ Տիրոջ խոսքն է իմ կյանքում ազատություն ունենալու։ Տերն է իմ կյանքում գործելու։ Մի օրինակ եմ ուզում Աստվածաշնչից բերեմ, վստահ եք սրա մասին պատմությունը գիտեք, Թովմասի մասին։ Կհիշեք, երբ որ Հիսուս հայտնվեց, Թովմասը ներկա չէր, չգիտենք ինչով էր զբաղված, աշակերտների հետ չէր։ Աշակերտները ներկա են, երբ որ Հիսուս եկավ, աշակերտները տեսան, ու դրանից հետո երբ որ Թովմասին պատմում էին, ինչ էր ասում։ Չեմ հավատա, ասում չեմ հավատում։ Դրանից հետո, երբ որ Քրիստոս երկրորդ անգամ հայտնվեց, Թովմասին մոտեցավ ու ասեց. «Դիպչիր, արի կպի, տես, որպեսզի հավատաս»։ Գիտեք, շատ դեպքերում մենք կարանք այդ նույն Թովմասի կարգավիճակում հայտնվենք, որ միգուցե հարցեր կա, որը որ այսօր ինձ տանջում է, խնդիրների մեջ եմ, եւ գոնե գնամ եկեղեցում, շրջանակում աղոթքի մեջ լինեմ, խոսքի մեջ լինեմ, որպեսզի այդ իրավիճակից դուրս գամ, ես հակառակը փորձում եմ ինքս ինձանով այդ հարցերին լուծում տամ եւ ինչ եմ անում, Աստծուց հեռվանում եմ։ Նույնիսկ դեպքեր եմ լսել, երբ որ մարդիկ ասում են, դե նեղված եմ կամ մի քիչ Աստծո այդ հարաբերությունս լավ չի, դրա համար չի ստացվում, գալը ու տպավորություն է ստեղծում, այսինքն գիտես խնդիրը, գիտես լուծումը, բայց ասում ես, գիտես ինչ, ոնց որ կեղծ խոնարհությունը լինի, ամաչում եմ Տիրոջ առաջ գամ, կամ ամաչում եմ մարդկանց առաջ գամ, այդքան ժամանակ չեմ եկել, բա որ հիմա գամ մարդիկ ասել են, ուր էիր այսքան ժամանակ։ Հասկանում եք, այս կեղծ խոնարհությունը շատ անգամներ մեզ ինչ անում, ավելի վանում, ավելի հեռացնում Աստծուց։ Եվ ինչքան նեղության մեջ ես, ինչքան խնդրի մեջ ես, ինչքան դժվարության մեջ ես, այդքան էլ ավելի պետքա վազենք Տիրոջ մոտ։ Որովհետև պատճառը, որ Տերը թույլ է տալի, որ այդ ամեն ինչով անցնեք, սա է։ Որ հասկանաք, թե դուք ինչ կարգավիճակում եք գտնվում, ու հասկանաք, որ ձեր ամբողջ կյանքը, կախվածությունը, ձեր լիարժեք ով լինելը, ձեր ամեն մի շունչը Տիրոջից է կախված։ Դրա համար վազեք ամեն մի առիթ, երբ որ ունենում ենք, փնտրեք Տիրոջ հետ անցկացնել։ Եվ այո, դուք տունը կարաք նստեք, խոսք լսեք, պատգամ լսեք, սրա մասին չի խոսքը գնում։ Ամեն մեկ իր տեղն ունի։ Բայց Տերը հենց այնպես չէր, որ պատվեր տվեց, ասեց, մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Դա համար պետք է աղոթենք նաև մեր քույրերի, եղբայրների համար, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով դեռևս այդ հասկացողությունը, այդ կարևորությունը դրամ չեն առնում։ Փորձենք խոսքով այդ ամեն ինչը ցույց տալ, սրա մասին խոսել եմ, հիմա չեմ հետ վերադառնալու Եբրայեցիս նամակ 10-րդ գլխին, երբ որ արդեն սրա մասին խոսել ենք։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ դեպքերում սա ցույց է տալի, թե ինչքան գործնական է մեր հավատքը։ Ինչքանով է իմ հավատքը կյանքի վերածվել։ Հակառակ դեպքում ուղղակի ժամանակ ենք անցկացնում այստեղ ու վերջ։ Այն որևիցե օգուտ, որևիցե կյանքի փոփոխություն չի բերելու, որովհետև այն շարժառիթը, ոնց որ Արմեն եղբայրս ասեց, որ բացում եմ Աստվածաշունչը, նույն նայած թե ինչ շարժառիթով եմ նաև գալիս, մեկտեղ հավաքվելուն, այս ամեն ինչը կարևոր է։ Տիրոջ համար կարևոր չեն քո շուրթերի արտաբերած խոսքերը, եթե սիրտդ դրա մասին չի ասում։ Ես հիշում եմ, երբ որ հավատքից մեջ առաջի քայլերն էի անում, ու աղոթաժողովների ժամանակ, երբ որ հավաքվում էինք,
Դե բոլորը պետք է աղոթենք հիմա ջահել տղա եմ, նոր դարձի եմ եկել, այդքան գիտություն չունեմ, ու աղոթքից մեջ փորձում եմ սենց մեծ վե բաներից աղոթել, աշխարհին խաղաղություն, բոլորը լավ լինեն, սենց այն որ կենացների ժամանակ վստահ եմ, բոլորդ էլ տեսնում եք, որ կանգնում են ու մեծ ինչ որ բաժակաճառ են ասում։ Նման ձևով է, ինչի որտեվ ուզում են, որ կողքից եղբայրներն ասեն, «Օ, այս ինչ հոգևոր բաների մասին է մտածում, այս ինչ հոգևոր բաների մասին է խոսում»։ Շատ անգամներ մենք նույն կարգավիճակով նաև գալիս ենք եկեղեցի, շատ անգամներ Աստվածաշունչ ենք բացում, շատ անգամներ ծառայում ենք նման շարժառիթներով, ինչ որ մեկին, ինչ որ մի բան ցույց տալու համար։ Այնինչ պետք է քննենք ու խնդրենք, որպեսզի Տերը այս ամեն ինչը փոխի, որպեսզի այդ ամեն մի քայլը սիրուց դրթված լինի, սիրուց առաստված, որտեվ Տերը լավագույնը տվեց, կյանք տվեց մեկ նպատակի համար՝ իրեն փառավորել մեր ողջ կյանքի ընթացքում։ Եվ այո, այս պարն էլ ժամն է, որ խոսքը առնում ենք, այդ նպատակն ունենք։ Տիրոջը էլ ավելի ճանաչելու, հասկանալու, թե Աստված ինչ ես ուզում, որ ես որպես քո ծառա, որպես քո ստրուկ անեմ, որն է քեզ համար ավելի հաճելին։ Որպեսզի ինքս ինձ նաև ճանաչեմ խոսքի միջոցով, խոսքի լույսի ներքո ու Տիրոջը խնդրեմ, որպեսզի փոխի, որ օր-օրի Արտուրը, Պողոսը, Պետրոս ամեն մեկը ձեր անունը տվեք, նմանվի Քրիստոսին, որպեսզի երեկվա մարդը ու այսօրվա մարդու մեջ տեսնեմ հոգևոր աճ, այլ ոչ թե նույն միշտ կարգավիճակում գտնվեմ։ Կարիք ունենք դրա համար խոսքի։ Այսօր խոսելու ենք հավատքի մասին ու ճշմարիտ հավատքի եւ թե ինչպես է ճշմարիտ հավատքը արտահայտվում։ Գիտեք, հավատք բառը այնքան է նորից ծեծված, այնքան է օգտագործված, որ շատ դեպքերում, երբ որ խոսում ենք հավատքից, ոչ բոլորի մոտ է ամբողջությամբ հասկացողություն ձևավորում կամ ճիշտ հասկացողություն հավատքի նկատմամբ։ Եվ երբ որ խոսում ենք նաև հավատքից կամ հավատացյալների շրջանակում, հավատքին միշտ հակադրություն է գալիս գործերը, երբ որ խոսքը գնում է փրկությանը։ Ու ասեմ, որ այս հակադրությունը կար թե հուդայականության մեջ, թե նաև կա այսօրվա մեր քրիստոնեության մեջ։ Հուդայականության ժամանակ փարիսեցիներն ու դպիրները այդ հուդայականությունը այն աստիճանի են բերել, որ ընդհանրապես այն դարել էր այս ինչ որ մի բան անել, չանել, կրոնավորություն զուտ։ Օրենքների մի շարան, որը որ մարդը պարտավոր էր անել ու կարծես տպավորություն էր մարդկանց մոտ ստեղծվել, այ որ երբ որ այս գործերը անեն, ինչ կլինի, կփրկվեն։ Եվ նույն բանը հիմա կա քրիստոնյաների մոտ։ Նույն հասկացողությունը շատ հովիվներ, շատ առաջնորդներ խոսում են հավատքով փրկության մասին, բայց քանի որ դրան այդ ձև չեն հավատում, ճշմարտապես չեն հավատում, ենթագիտակցաբար, երբ որ սկսում են ավելի ընդհանրական բաներ խոսել, տեսնում ես, որ խոսում են օրինակի համար, որ երբ որ Աստծո առաջ կանգնենք, Տերը կնայի մեր գործեր ու մեր գործերի համեմատ մեզ կփրկի։ Հասկանում եք, ու սա այն մարդիկ են, ում որ գնաս, ասես, գիտես ինչ կա, եղբայր, դու ասում ես, հավատքը գործերով չի, հավատքով ասելու այո, ասես, բա եղբայր, ես ինչ ես խոսում։ Հասկանում եք, ինչի որտեվ մեր ենթագիտակցության մեջ այդ ամեն ինչը դրված է։ Շատ անգամ մենք էլ ինչ որ ծառայություն անելուց, նվիրատվություն անելուց, այս տրամաբանությամբ ենք մոտենում, որ կարծես լավ գործ անեմ, որ դրա համեմատ ինչ ստանամ, ինչ որ մի օրհնություն, ինչ որ մի բան ստանամ Տիրոջից։ Դա համար միշտ մեր սիրտը պետք է քննենք ու հասկանանք մի բան, որ հավատք ու այս գործեր հակադրությունը միշտ կա, ու երբ որ ես անդրադառնում եմ գործերով փրկությանը, ես մի կողմ եմ դնում շնորհքը, մի կողմ եմ դնում Հիսուս Քրիստոսի կատարած գործը, որը որ խաչի վրա տեղի ունեցավ։ Եվ հիմա արդեն Եբրայեցիս նամակի մեջ հեղինակը անդրադառնում է սրան ու մատնացույց է անում, ասում է նայեք, այն հրյաները, որոնք որ կարծես ուզում եք նորից հետ վերադառնաք ձեր հին ծիսական օրենքը պահելուն, եկեք տեսնենք ինչքանով էր 5 կտականի ժամանակներում ձեր ձևի քաջածանոթ հերոսները, հավատքի հերոսները, ինչքանով էին գործերով փրկվում, թե հավատքով։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս նամակից, ուշադրություն ենք դարձնելու 11-րդ գլուխ 1-ից 3 համարները, բայց որպեսզի պարզ լինի այն, կընթերցենք 10-րդ գլուխ 38 համարից։ Եբրայեցիս 10 38 համարից։ Եբրայեցիս 10 38-ից ընթերցել ենք մինչև 11-րդ գլուխ 3-րդ համարը։
Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկնի, իմ հոգին նրան չի հավանի։ Իսկ մենք ընկնողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ։ Հավատը հուսացած բաների հաստատումն է ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծո խոսքով ստեղծվեցին անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, աղոթում եմ, որ հիմա այցելություն անես մեզ, Տեր։ Մեր միտքը մաքրես, Տեր Աստված, որպեսզի ի վիճակի լինենք խոսքիցդ առնելու այն ամեն ինչ, որ դու ես պատրաստել, դու խոսիր մեզ հետ եւ թող որ քո ճշմարտությունը մեր կյանքերում փոփոխություն բերի, Տեր Աստված, որպեսզի ապրենք ու գործենք քո անվանը փառք բերելով։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, այս խոսքը արդեն անցած Կիրակի խոսել ենք, թե ինչի է ասում իմ արդարը եւ արդարը հավատով կապրի, մեջբերում է անում ամբակում մարգարեությունից եւ խոսեցինք, որ 38 ու 39 համարների մեջ, երբ որ այդ վստահությամբ ասում է, որ մենք ընկնողներից չենք, հեղինակը ոչ թե ինչ որ կերպով ուզում էր ինքն իր անձը բարձրացնել, որ ասել, տեսեք մենք ինչպիսի ուժեղ մարդիկ ենք, այլ հակառակ ուղղակի ասում էր, եթե հավատք ունեմ, ճշմարիտ հավատք ունեմ, ապա չեմ ընկնելու։ Եվ այն գործ ինչ որ Տերը սկսում է ավարտին հասցնելու է։ Եվ անցած Կիրակի նաև խոսեցինք հավատքի ապահովության մասին, թե ով է ապահովում է մեր հավատքը, ով է ապահովում մեր փրկությունը եւ ինչպես է որ մենք հարատևում ենք փրկության մեջ, որ այս ամեն ինչը մեր ձեռքերից չի։ Եվ 11-րդ համարի մեջ, երբ որ խոսքը գնում է հավատքից, հեղինակն ուզում է ել ավելի ինչ անի, բացի այս թեման, ցույց տա եւ սա ընդհանրապես նամակի այն վերջի կուլմինացիոն հատվածն է, որովհետև երբ որ նայենք նամակի մեջ, Եբրայեցիս նամակի հեղինակն ինչ ասեց, ասեց, որ Հիսուսը հրեշտակներից առավել է, մարգարեներից առավել է, օրենքից առավել է եւ իր տված օրենքը կամ իր տված ուխտը ավելի լավն է, քան թե հինը։ Եվ այս ամեն ինչից ելնելով կամած մոտենում է եւ ինչ ասում։ Ասում է այն հավատքը, որ Հիսուս Քրիստոս առաջարկում է, շատ ավելի լավն է, քան թե այն գործերը, որի վրա կարծես դուք ինչ եք անում, ուզում եք հիմք ունենաք, որ դրա վրա կանգնեք։ Ու դրա համար օգտագործում է 5 տականի ժամանակահատվածում եւ Տերը կկամենա մոտակա մի քանի կիրակիներ ավելի մանրամասն դեռևս կխոսենք անհատների մասին։ Հիմա այստեղ, երբ որ խոսքը գնում է հավատքից, պետք է հասկանանք, որ այս մեկ նախադասության մեջ, որտեղ որ նայելու ենք, ամբողջ վարդապետական ձևակերպումը չի տրված։ Այսինքն ստեղ չի ձևավորված կամ ամբողջ լիարժեք կարող ենք ասել տված, թե հավատք հասկացողությունն ինչ է։ Այն հակառակը նույնիսկ շատ ավելի արտահայտում է, թե հավատքը մեր կյանքում ինչ է բերելու, ինչպես է այն արտահայտվում։ Որն է մեր հավատքի հիմքը, որը որ մեզ թույլ է տալու առաջ քայլելու, ծառայելու, որովհետև քայլ անելու համար մենք որից է հիմք պետք է ունենանք, չէ՞։ Եվ դեպի որ ասում ես հավատք ու վստահություն իրար հետ այլ խոսենք սրա մասին։ Եվ երբ որ խոսում ենք հավատքի մասին, պետք է նաև հասկանանք, որ եթե հավատք ունես, այդ հավատքը կախված չէ արտաքին իրադարձություններից եւ ոչ էլ հետևանքներից։ Որովհետև հավատքի օբյեկտը չի փոխվում կախված իրադարձություններից կամ իրավիճակներից։ Եթե իմ կյանքս, իմ հավատքս, իմ հավատքի ընթացքը փոխվում է իրավիճակներից, ուրեմն դեռևս լիարժեք չեմ հավատում, լիարժեք հիմնված չեմ այն ճշմարիտ հավատի վրա, որը որ իմ կյանքում պետքա տեղ ունենա։ Դրա համար այսօր կխոսենք երկու կերպերի մասին, թե ինչպես է արտահայտվում մեր հավատքը կամ ինչպես պետք է արտահայտվի ճշմարիտ հավատքը։ Առաջինը, հավատքը դա մեր սպասումների իրականացումն է։ Ես ասում եմ ներկա ժամանակով եւ այստեղ էլ հեղինակն օգտագործում է ներկա ժամանակով։ Եկեք եւս մեկ անգամ առաջի համարը կարդանք։ Հավատը հուսացած բաների հաստատումն է։ Ուշադրություն դարձեք, հուսացած բաների
հաստատումն է։ Եթե ժամանակային տեսանկյունից նայենք, փորձենք իմաստային տեսանկյունով քերականորեն նայենք, նախադասությունը մի քիչ սխալ է ձևակերպված։ Ինչի որտեվ խոսքը գնում է անցյալի մասին, որ անցյալի նկատմամբ մենք հույսեր ունենք, բայց ասում է այդ ամեն ինչը այս պայտրությամբ ինչ են հաստատված են։ Հիմա երբ որ խոսում ենք հավատքի մասին, հասկացեք, հավատքը դա լոկ կույր լավատեսություն չի։ Որտեվ շատերի համար ասում են, դե որ հավատում եք, դե ուղղակի sense լավատեսություն է, ոնց որ դե բոլոր քրիստոնյաները լավ են ակնկալում, որ լավ է լինելու, սա ուղղակի կույր լավատեսություն չի։ Որ դե չգիտեմ, բայց դե տենց է լինելու, հավատում եմ, չէ՞, նման արտահայտողներ, նման մարդիկ կան։ Հա այդ հասկացողությունը, որ հիմք չունի, բայց ուղղակի ասում են լավ կլինի, ու նույնիսկ երբ որ գնում է ինչ որ մեկին մխիթարելու, ասում դե մի մտածի լավ է լինելու։ Այսինքն դրա հիմքում ինչ որ բան չունի, ուղղակի ոնց որ կույր լավատեսություն, էլի, բարեմաղթանք է, հույս եմ տալի, բայց այդ հույսի հիմքը չունեմ։ Հավատքը դա չէ։ Հավատքը լոկ մարդկային հույսել չի։ Օրինակի համար ես որպես մարդ որոշակի փորձառություն ունեմ, այդ փորձառությունից ելնելով հավատքը որոշակի ձևավորվել, որ ինչ էլ որ լինի, վերջնական արդյունքը լավ է լինելու։ Այսինքն դա ընդամենը մարդկային հույս չէ։ Եվ գաղափարական ուղղակի համաձայնություն չի այն գիտելիքի հետ, որ դու ունես։ Օրինակի համար մարդիկ կարան լինեն, որ որոշակի գիտություն ունեն, ու մտքով այդ գիտությանը համաձայնվել են եւ վերջ, սա իրանց համար դարձել է հույս հավատքի հիմք։ Ճշմարիտ հավատքը դա չէ ընդհանրապես, այլ ճշմարիտ հավատքը այն լիակատար վստահությունն է Աստծո խոսքի նկատմամբ, որը որ կախված չէ արտաքին իրադարձություններից կամ հետևանքներից։ Նորից կրկնեմ ասածս, հավատքը դա լիարժեք կատարյալ հնազանդություն է, վստահություն է Աստծո խոսքի նկատմամբ, անկախ իրավիճակներից եւ անկախ հետևանքներից։ Պարզ ձևով եթե ավելի ասենք, խոսքը կարդացի, խոսքին հավատում եմ ու կապ չունի այդ խոսքի իրավիճակում, այս կյանքում մոտս փոթորիկ է թե ինչա, այդ խոսքին ես լիարժեք կատարյալ վստահում եմ։ Ինչի՞ Աստծո խոսքին։ Ոչ թե ուղիղ ինչ որ ուղակի մարդկանց խոսքերին, այլ Աստծո խոսքի նկատմամբ ես այս վստահությունն ունեմ։ Հիմա ուշադրություն դարձնենք ընդհանրապես, երբ որ խոսքը գնում է, ասում է հավատը հուսացած բաների հաստատումն է։ Ինչ հուսացած բաների մասին է խոսքը գնում։ Հեղինակը ում էր ասում, այս խոսքը ում էր ուղված։ Հրեաներին էր ուղված։ Հրեաներին ինչ խոստում էր տրված։ Մեսիայի հետ կապված, չէ՞։ Մենք պետք է հասկանանք, որ ժամանակի ընթացքում 5 տականում, երբ որ մարդիկ ապրում էին, այն գիտությունը չունեն, ինչ որ մենք ունենք։ Աստծո խոսքի հայտնությունը ժամանակի ընթացքում Տերը կամաց բացում էր, հայտնում էր։ Եվ այն օրինակի համար ինչ որ գիտեր Ադամն ու Եվան, բնականաբար տարբերվում էր օրինակի համար այն ինչ որ արդեն տեղյակ էին Մովսեսի ժամանակներ։ Դրանից հետո արդեն մարգարեների ժամանակները, թագավորների ժամանակները եւ բնականաբար նաեւ շատ էր տարբերվում նրանից, ինչ որ մենք այսօր գիտենք լիարժեք ամբողջական հայտնությունը, մենք արդեն իսկ Աստծո խոսքը ունենք լիարժեք։ Հիմա երբ որ անդրադառնում ենք 5 տականանին, ասում է դուք այն հուսացած բաների հաստատումն էր։ Ինչ հուսացած բաներ էր։ Ամենասկզբից Աստված հայտնել էր, որ Մեսիային ուղարկելու է։ Շատ բաներ չգիտեր։ Օրինակի համար Ադամն ու Եվան ընդհանրապես մի նախադասություն գիտեն, որ այդ Մեսիան կամ իրենց փրկիչը, ով որ գալու է, կնոջ սերնդից է գալու ու ջախջախելու է օծի գլուխը։ Այդ հավատով ապրել են։ Դրանից հետո կամաց Տերը որոշակի բաներ է բացել։ Լույսի փոքր ինչ որ շողեր են ունեցել, բայց այն ամբողջական լիարժեք բացված չի եղել։ Բայց տեսեք, այդ ժամանակվա մարդկանց համար բավական է եղել, որ այդ հավատք ունենային կոնկրետ այդ հատվածի խոսքի նկատմամբ եւ դա իրենց համար համարվել է արդարություն։ Այսինքն արդարացել են դրանով, ոչ թե գործերով, այլ միայն այդ մի փոքր մեկ նախադասությունը, մեկ խոսքը բավարար է եղել, որպեսզի իրանք հավատքի կերպով քայլեր անեն, գործեն։ Ու ինչ է ստացվում, այն ինչ որ գալիք բանի մասին խոսքը գնում,
այսօր իրանց կյանքում ինչ էր դարձել, հաստատվել էր, իրականություն էր դարձել։ Սրա համար այս խոսքն ասում է, մեր հավատքը պետք է լինի ինչ, խոստացված բաների հաստատումը այսօր։ Եթե ես հավատում եմ, այն ամեն ինչ որ Տերը խոստացել է, հավատում եմ հավիտենական կյանքի, որ Տերը խոստացել է, այսօր իմ կյանքում այդ ամեն ինչը պետք է արտահայտվի, հստակ պետք է երևա։ Ես չեմ կարող ասեմ, որ ես հավատում եմ, բայց կյանքիս մեջ որևիցե փոփոխություն չկա։ Շատերն ասում են, մինչև չտենամ, չեմ հավատա, չէ՞։ Այս տրամաբանության մեջ հավատք չկա։ Որովհետև մինչև չտենամ չեմ հավատա, հավատքի գործոնը 0 է դառնում, մտե հավատքի հարց չկա։ Եվ եթե օրինակի համար դուք կարդաք 11-րդ գլուխը, կտեսնեք, որ հավատքի մասին խոսքը սկսում է ումից Կայանից Աբելից։ Ինչի՞։ Որտեվ Ադամն ու Եվան հավատքի կարիք չունեին, Աստծուն տեսել էին։ Իսկ Կայանն ու Աբելը Աստծուն չէին տեսել, պատմածով գիտեին, այն ինչ որ իրանց ծնողներն էին հայտնել։ Ու դրանից շարունակ Մովսեսի օրինակն եմ ուզում հիշենք։ Մովսեսի պատմությունը հիշում եք։ Այն ժամանակ ծնվեց, երբ որ արու զավակներին սպանում էին, Տերը հրաշք կերպով Մովսեսի կյանքը փրկում է, եւ Մովսեսը ոչ միայն փրկվում է, այլ հայտնվում է ամենահարուստների շարքում, ամենահայտնների շարքում, Փարավոնի տանն է մեծանում։ Ուներ ամենալավ գիտությունը, այսինքն ամենալավագույն ուսուցիչները սովորեցրել էին, այսօրվա տերմինով ոնց ասեմ, պատկերացեք Հարվարդում էր սովորում։ Ամենահայտնի համալսարանները ձեր մտքին բերեք, այդ ձևի համալսարաններում է սովորը։ Պատկերացեք ամենաշքեղ տունը, որ ձեր կյանքում տեսել եք, դրանից ավելի շքեղ տներում էր ապրում, պալատներում էր ապրում։ Ամեն ինչ ուներ։ Բառից բուն իմաստով ամեն ինչ ուներ։ Բայց քանի որ խոսքը գիտեր, քանի որ գիտեր, որ գալիք բաները կար, ինչ արեց, պատրաստ եղավ այս ամեն ինչից հրաժարվելու, դարավ ուղակի պանդուղ, դարավ աներոջ մոտ ոչխար պահող, մենակ թե այդ հույսով, որ Մեսիան գալու է ու Մեսիայից փրկություն են ստանալու, այս հույսով էր ապրում Մովսեսը։ Ուշադրություն բարձեք, ներկայում ինքը ունի ամեն ինչ, ամեն հարստություն, ամեն ինչը ուղղակի sense ձրի կերպով տրվել է, ծնվել է պատահական կերպով, հայտնվել է Փարավոնի ընտանիքում։ Ոչ մի ջանք, ոչ մի բան չէր արել դրա համար։ Ուղղակի գեղեցիկ մանուկ էր, Աստվածը այնպես արեց, սիրտը փափկացրեց Եգիպտոսու այդ թագուհու ու վերցրեց։ Ամեն ինչ ունի, հարստություն ունի, ամեն ինչին դեմ դիմաց տված են, պատրաստ է հրաժարվելու, ինչի որովհետև այն ամեն ինչին ինչ որ խոստացվել էր, դրան հավատացել էր։ Հետևաբար կյանքի մեջ ռեալ է ամեն ինչը, իր մոտ այդ ամեն ինչը հաստատում դառավ։ Սրա մասին դեռևս խոսենք, ուրիշ մի օրինակներ։ Վստահ եմ լսել եք Դանիելի ու իր ընկերների մասին։ Նորից Տիրոջ ողորմությամբ էլի ինչ կերպերով բավականին բարձր պաշտոնում էին գտնվում, լավ հարգված տեղ էին գտնվում, որպես ստրուկ հասել էին այդ մակարդակի, որ նորից բավականին լավ կարգավիճակում էին գտնվում, կարողանում էին որոշումներ կայացնել, այս անել, այն անել։ Երբ որ հարցը վերաբերվեց նորից այն ամեն ինչի, ինչ որ Տերն է խոստացել, թե այն ինչ որ իրանք այսօր ունեն, ինչ արեցին, պատրաստ էին հրաժարվելու։ Պատրաստ էին ոչ միայն հրաժարվելու, հիմա Մովսեսը փախավ, վախեցավ կյանքից։ Իսկ իրանք պատրաստ էին մահանալու։ Այդ հավատքն ունեին։ Դրա համար այն ինչ որ անցյալին էր վերաբերվում, այսօր իրանք կյանքում ինչ դարձավ, հաստատվեց այդ ամեն ինչը, երբ որ կար փառքը, կար ամեն ինչը, պատրաստ էին այդ ամեն ինչը մի կողմ դնելու, որովհետև հավատացել էին ապագայի հետ կապված։ Հովանո ավետարանում 20-րդ գլուխ 29 համարում հենց այդ Թովմասի բերածս օրինակն է։ Հիսուսը հետևյալ խոսքերն է ասում, երբ որ Թովմասը տեսավ, հավատաց, ասեց իմ Տեր ու իմ Աստված, Հիսուսը հետևյալ խոսքերն է ասում։ Վստահ եմ լսել եք։ Հովանու 20:29 Հիսուս նրան ասաց. հավատացիր, քանի որ տեսար ինձ,
Երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Ուշադրություն դարձեք, այս խոսքի ասում է երանելի են նրանք, ովքեր որ չեն տեսնի ու կհավատան։ Սրա մեջ է օրհնությունը։ Սրա մեջ է այդ հոգևոր օրհնությունը, շատերն ասում են Տիրոջից ուզում ենք օրհնություն ստանանք, չէ՞։ Այս է օրհնությունը, որ չենք տեսել, ինչ ենք անում, հավատում ենք։ Հավատքը այսօրվա հաստատությունն է գալիք իրականության։ Մենք հավատում ենք, որ Հիսուս եկել է ու հավատում ենք, որ Հիսուս գալու է։ Հավատում ենք, որ իր հետ ենք հավիտենականությունն անցկացնելու։ Սա մեզ համար ռեալ է դարձել։ Սա ուղղակի կույր հավատ չի, ես դրա համար եմ ասում։ Հավատացյալները ուղղակի կույր հավատացողները չեն, ինչպես որ շատերն են կարծում։ Մենք հիմք ունենք հավատքի եւ այդ հիմքը հիմնված է Աստծո խոսքի վրա, Հիսուս Քրիստոսի օրինակի վրա։ Այն ուղղակի հույս չի, որ ուղղակի Արտուրը լավատես է, դրա համար էլ դե ինչ լինում է, լավով է ամեն ինչը տեսնում։ Չէ, սրա մասին չի խոսքը գնում, սիրելիներ։ Ես ուղղակի հավատում եմ լիարժեք կերպով խոսքին, ինչ որ վստահված է, ինչ որ Տերը փոխանցել է իր ժողովրդին։ Սա հոգևոր օրհնության այն կերպն է, որ Հիսուսն ասեց. երանի նրանց, ովքեր որ չեն տեսնի ու կհավատան։ Ասեմ, որ ամբողջ աշխարհը հավատքով է ապրում։ Չկա մեկը, որ չի հավատում։ Մակասեք ինչի նկատի ունես։ Պարզ բաներ ասեմ։ Եթե մարդը չհավատա, օրինակի համար, մեքենա կամ ավտոբուս չի նստի։ Եթե մարդը չհավատա, ջրի ծորակից ջուրը չի խմի։ Եթե մարդը չհավատա, ռեստորանում հացը չի ուտի։ Ու կանանք ցանկը շարունակենք, ինչի՞։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք օրինակի համար ռացիոնալիստ ենք, մինչև չտեսնենք, չշոշափենք, չենք հավատա։ Բայց հիմա եկեք մի պա անդրադառնանք կոնկրետ էսի բերած օրինակների։ Երբ որ նստում եք ավտոբուսը, ինչքանով գիտեք տվյալ ավտոբուսը կամ տվյալ մեքենան տեխնիկական վիճակը ինչ վիճակում է գտնվում։ Չգիտենք, բայց հավատքով քայլ ենք անում, չէ՞, նստում ենք։ Ինչքանով գիտենք, որ վարորդը adekvat վարորդ է։ Առողջական միգուցե խնդիրներ ունի, չգիտեմ, ես չեմ ասում ավելի բացասականը, բայց պարզ բան ասեմ, միգուցե առողջական խնդիրներ ունի։ Ամեն օր լսում ենք, չէ՞, անընդհատ վթարների մասին, խնդիրների մասին, եւ երբ որ մարդը նստում է ավտոբուս, սա նորից ցույց է տալի իր հավատքը, որտեվ եթե ռացիոնալ է, մինչև չգնա չստուգի այս ամեն ինչը չանի, չի նստելու, հետեւաբար խափում է, որ ինքը իր կյանքում ամբողջությամբ միայն ինչ անում, առաջնորդվում է ռացիոնալ մտածելակերպով։ Ծորակի մասին ջուրը, հիմա ասում ենք դե հայկական ջուրը ամենալավն է այս կողմ են կողմ, բայց դա էլ այդքան իրականություն չի։ Այո, լավն է որակային որոշ առումներով, բայց կարիք ունի ֆիլտրման, կարիք ունի քլորի ավելացման, ու շատ դեպքերում լինում է, երբ որ օրինակի համար մաքուր ջրերն ու կոյաղա ջրերը խառնվում են իրար ու թունավորումներ են լինում։ Նման դեպքերն են շատ լինում են։ Դա համար երբ որ մենք ծորակից ջուրը խմում ենք, նորից հավատք ենք արտահայտում, որ ֆիլտրները նորմալ են, խողովակները նորմալ են, ինչ որ բաց թողող տեղեր չկան, եւ այդ ջրավազաններն էլ լավ կերպով պաշտպանվում են, որ որից է մեկը թույն չլեցնի այնտեղ։ Նույնը ռեստորանը։ Երբ որ գնում եք ռեստորանում հաց եք ուտում, շատ գիտեք խոհանոցը մաքուր է թե ոչ։ Շատ գիտեք այն խոհարարը, որ պատրաստում է, հիվանդություններ չունի ինչ որ մաշկային։ Գիտեք ու ցանկը կարամ շարունակեմ, հասկանում եք։ Մեր ամեն օրվա օրը ամեն մի քայլը հավատքով է։ Ուղղակի հավատքի աղբյուրը կամ հավատքի հիմքը տարբեր է։ Մեզ համար հավատացյալներիս համար կարևոր է, որ մեր հավատքի հիմքը լինի խոսքը։ Դրա համար ասում է երանի նրանց, որոնք որ չեն տեսնի ու կհավատան։ Մենք ֆիզիկական էակներ ենք նաև։ Որպես ֆիզիկական էակներ մենք առաջնորդվում ենք զգայարաններով, ճիշտ է։ Մեր զգայարանները տեսնում ենք, լսում ենք, հոտոտում ենք, համտեսում ենք եւ շոշափում ենք, չէ՞։ Այս զգայարաններով ենք առաջնորդվում։ Եվ հավատքը այս զգայարաններից դուրս է գտնվում, որովհետեւ Աստծուն չեն կարող որևիցե կերպով համտեսենք, շոշափենք, հոտ քաշենք, տեսնենք, չենք կարող այս ամեն ինչը, չենք կարող տեսնենք։ Հիմա այս ամեն ինչի հիմքը գալիս է նորից հավատքը։ Հետևաբար, եթե ես իմ հավատքի օբյեկտը խոսքը չի,
Ես հավատք ունեմ, այդ հավատքը լինելու է կամ ուղղակի սնոյապաշտություն, որ սև կատուն անցավ, վայ, գնանք, այս ինչ անենք, այն անենք, հանկարծ չանցնի, կամ հիշում եմ, մի հոգի եկել էր մեր տուն պետք է մտներ, դե միանգամից ուզում եմ բարևեմ, ասում եմ, չէ, միանգամից չեն բարևում, էլի, կամ դու դուրս արի, կամ ես ներս գամ։ Դռների շեմ ասածը, Հայաստանում ուր գնում ես դռների վերևը ձյու պայտ է դրած, այն օրը Սարգիս եղբորը տունն են վարձով գնում, այդ ձյու պայտը սենց աշկս ծակեց, ասի չէ, դա հանելու եմ շպրտեմ, կապ չունի մեր տունն է, թե մեր տունը չի։ Հասկանում եք, այս ամեն ինչը ցույց է տալի, որ այդ մարդու հավատքի հիմքը ինչն է։ Հավատք ունի, պրոստը այդ ձյուն նալն է այդ հավատքի հիմքը, կամ փուշն է։ Որոշ դեպքերում նույնիսկ այն կարող լինի խաչը, հասկանում եք։ Որ ուղղակի ես հավատքի հիմքը խոսքը չի, խաչքն է որպես թալիսման, որ այ ես այս խաչին կհավատամ, այս խաչը զորություն ունի, կփրկի ինձ, կազատի ինձ, կարծես ոնց որ Աֆրիկայում թալիսմաններ ունեն, նույնն էլ այս տրամաբանությամբ եմ ես շարժվում։ Մեկ ուրիշը հավատում է կոֆեի բաժակին, նայում են տեսնեն ինչ կա, չկա, ապագայում ինչ է ինձ սպասվում։ Աստղագուշակների, էքստրասենսերի ու այս ամեն ինչի։ Այսինքն ես ուզում եմ ձեզ հստակ ցույց տամ, որ ամեն մեկը ունի հավատք եւ ունի հավատքի հիմք։ Աթեիստներն էլ ունեն հավատք, այդ հավատքը կարծես թե գիտնականների հայտնագործություններն են, հայտնաբերություններն են, բայց այս ամեն ինչը նորից հավատք է, որտեղ այն ինչ որ կախված է Աստծո, вообще ընդհանրապես արարչագործության մասին, էվոլյուցիայի մասին, հնարավոր չի տեսնել։ Այդ ընդհանրապես հավատք է, որ իրանք ունեն, իրենց հավատքի հիմքն է գիտնականի ասածն է, մարդկային տրամաբանությունն է, որը որ սխալական է, որտեղ այդ թեորիաները անընդհատ փոխվում են։ Եվ երկրորդը, հավատքը դա վստահություն է անտեսանելի նկատմամբ։ Նույնիսկ կկարդանք առաջի համարը, բայց երկրորդ հատվածը ու կընթերցենք նաև երկրորդ համարը։ Ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հիմա տեսեք, այս երկու նախադասության մեջ իրականում շատ մեծ տարբերություն չկա։ Իրանք բավականին սենց զուգահեռ ընթանում են, ուղղակի մի փոքր ուղղվածություն կա եւ հեղինակները նման ձև օգտագործում էին ել ավելի շեշտելու այն ճշմարտությունը, որ ուզում էին փոխանցեն։ Եվ այստեղ խոսքը գնում է վստահություն անտեսանելի նկատմամբ։ Երբ որ նույնիսկ խոսում ենք անտեսանելի նկատմամբ, հավատացյալներ կան, որ պարտադիր ուզում են տեսածը լինեն կամ լսած լինեն Աստծուն։ Դա համար երբ որ ես ասում եմ, օրինակ ինձ համար, ես կարիքը չունեմ տեսնեմ Աստծուն, որպեսզի հավատամ։ Բայց շատ-շատերը կան, որ առավոտից իրգուն աղոթք են անում ու երազում են տեսիլք տենան ու դրանից հետո սկսում են պարծենալ, բա գիտես, լուսավոր ինչ-որ պատկեր եմ տեսել, Հիսուսին եմ տեսել։ Այնինչ սա չի կարա հավատքի հիմք հանդիսանա, որտեղ դա ուղղակի կարա երազ լինի, ուղղակի երազ, ու որից է ինչ-որ մի բան, երևակայություն, կարա ուղղակի աչքդ այդ պայդրությամբ ճշումը տնկավ կամ ինչ-որ մի բան, աչքիդ ինչ-որ բան երևաց։ Շատ մարդիկ թմրանյութ են օգտագործում կամ սունկեր են ուտում ու նման տեսքեր են տեսնում։ Այնով որ հավատում է, որ Քրիստոս կա, այդ տեսքերի մեջ, այդ պատկերների մեջ կարա Հիսուսին տեսնի։ Ես չեմ լսել Քրիստոսի Աստծո ձայնը, լսելի ականջովս, իմ ֆիզիկական ականջովս, չեմ լսել Աստծո ձայնը։ Բայց նորից կան հավատացյալներ, որոնք որ ձգտում են, ինչ անեն, լսեն։ Պատկերացնում են, ասենք, չգիտեմ, ասես նստած է ու Տերը Տիրոջ ձայնը ասենց խոսեց, ասեց Աստված քեզ սիրում է։ Ախր եղբայրս, քույրս դրա կարիքը կա, որ ասենք Տերը ֆիզիկապես դրա մասին հայտնի, խոսքը դրա մասին ասում է։ Կամ Սուրբ Հոգին ինձ հայտնեց կամ հայտնություն ստացա։ Ու նման շատ արտահայտություններ կա, ինչի՞։ Որտեղ մարդիկ հավատքի հիմքը, ճշմարիտ հիմքը թողած, Աստծո խոսքը թողած, ընկնում են մեր ֆիզիկական լսելու, հոտոտելու, այս ամեն ինչը տեսնելու շրջանակում ուզում են իրենց հավատքի հիմք գտնեն։ Այնինչ թե Եբրայեցիս նամակի մեջ ինչ ասում։ Ասում է դա ինչն է։ Դա աներևույթ բաների ապացույցն է։ Նույնիսկ ուշադրություն դարձեք, աներևույթ ու ապացույց։ Տրամաբանությունը ինչ է անում։ Ասում է տենց բան չի կարա լինի, չէ՞։ Բայց հավատքն ասում է դա է։ Ինչ օրինակ ունենք։ Ուզում եմ ձեզ Նոյի օրինակը բերեմ։ 120 տարի մարդը Տերն ասել է, որ անձրևը գալու մեծ հեղեղ առնելու
ու ամբողջ երկրագունդը ջրով է տարվելու ու պետքա նավ կառուցես։ 120 տարի պատկեցեք մարդը նավ է կառուցում, կյանքի ընթացքում երբեք մի անձրևի կաթիլ չի տեսել։ Երբեք երկրից վրա անձրև չի եղել, բայց ինքը, քանի որ Տերը խոստացել է, Տերը ասել է, պատրաստ է իր ողջ կյանքը, իր ողջ ժամանակը, իր ողջ էությունը դնի մի նավ սարքելու վրա, որ երբեք չի տեսել, չի պատկերացնում այդ նավը ինչ տեսք է ունենալու։ Տերն ասել է, սենց արա, ու մարդը ուղղակի գլուխը կախ աշխատում է։ Ձեր կարծիքով այդ 120 տարվա ընթացքում ինչ տեսած կլիներ։ Ձեր առնելիք, հա, ոնց որ անապատի, պատկեցեք անապատի կենտրոնում, նավ եք կառուցում ու ասել եք, որ հես այնքան ջուր առնելու, որ դուք պետքա գաք այս նավը մտնեք, որպեսզի փրկվեք։ Մարդիկ ինչ են ասել, ասում ցնորվել է, այս ինչ է խոսում։ Ռացիոնալ տրամաբանությունն ասում է, սա անհնարին է, այսի ինչ որ բաներից է ցնդվել է։ Բայց մենակ այս խոսքի համեմատ 120 տարի Նոյը պատրաստ էր այս ամեն ինչը կրելու։ Ինչի որտեվ Տերը եթե խոստացել է, Տերը այդ ամեն ինչին հավատարիմ է լինելու, այդ ամեն ինչի իրականությունը դառնալու։ Հիմա նայենք մեր կյանքին։ Մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, որտեղ որ թե աթեիզմն է բավականին զարգանում, թե նաև գիտնականներն են որոշ առումով միաբանված, փորձում ինչ որ կերպով ապացուցեն, որ հավատ գոյություն չունի եւ ամեն մի գերբնականը դա ուղղակի գերբնական չի, ուղղակի կամ խփված են մարդիկ, կամ էլ ուղղակի դեռևս բացահայտ չի, թե այդ ոնց ամեն ինչը լինելու։ Դա ուղղակի պարզ ֆիզիկական իրականություն է, որ մարդը ապրում է, ու մարդը ընդհանրապես ամիոբայից որևիցե բանով չի տարբերվում, սա ռացիոնալ կյանքի ընթացք է, որ տենց էլ պետքա լինի։ Ու փորձում են ամեն ինչը, զգացմունքը, վերջացած մարդու քայլերը փորձեն բացատրեն պարզ քիմիական ռեակցիաներով։ Այս իրավիճակում մենք այս խնդիրն ունենք, որպես նույնիսկ հավատացյալներ, որտեղ շատ անգամներ մենք էլ ենք այդ ասում, Տեր, մինչև որ չտեսնեմ, մինչև որ մատերս այդ խոցի հետ մեջ չմցնեմ, չեմ հավատալու։ Այնինչ Հիսուսը ինչ ասեց Երանի նրանց, որոնք որ չեն տեսնի, որտեղ սրա մեջ է հավատքը, սիրելիներ։ Եթե դու արդեն այդ աթոռի վրա նստել ես, էլ կարիքը չունես ասելու, ես հավատում եմ, որ աթոռս ինձ կպահի։ Կամ որ ստեղ ենք մենք բոլորս, մենք կարիքը չունենք որևիցե մեկին ապացուցելու, ասելու, չգիտեմ, ստեղ բեմ կա կամ գիրք կա կամ ինչ որ թուղթ կա, դրա կարիքը չկա։ Դրա համար այն ինչ որ աներևույթ է, այն ինչ որ չենք տեսնում, մեր կյանքում այս ամեն ինչը իրականություն է դառնում։ Սա դառնում է մեր կյանքի ապացույցը, այնով որ ճշմարտապես ճանաչում է Տիրոջը, Հորը, ինքը այս հավատքն ունի, որը որ հաստատված է սրա վրա։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 9-ից 14 համարներն եմ ուզում ընթերցենք։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 9-ից 14 համարները։ Ճիշտ է, թեման ոչ լիարժեք զուգահեռ է գնում ասածից, բայց այնտեղ շատ զուգահեռներ կա, որ ուզում եմ մենք քաշենք։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 9 համարից։ Այլ ինչպես գրված է, ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց եւ մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար։ Հիմա շարություն դարձրեք։ Աստված այն պատրաստեց իրեն սիրողների համար։ Այն ինչ որ ականջը չի լսել, մարդու աչքը չի տեսել, մտքով անգամ չի անցել։ Այն ինչ որ գալիք, այն ինչ որ սպասում ենք, չենք էլ կարա պատկերացնենք։ Շարունակությունը, բայց Աստված մեզ իր հոգու միջոցով ինչ արեց, հայտնեց, որովհետև հոգին քննում է ամեն ինչ Աստծո խոսքը ևս։ Սա այնպես չի, որ մենք մեր տրամաբանությամբ եկանք, այլ Տերը այդ հավատքը տալիս է իր հոգու միջոցով, դրա համար է մեզ համար այն ապացուցված։ Քանզի մարդկանցից ով գիտի մարդկային ներքնաշխարը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին, այնպես էլ Աստծո ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, որովհետև տեսեք ասում է, ճանաչենք Աստծո կողմից մեզ շնորհվածները։ Հասկանում եք, մենք ոնց ենք այս սրա հիմքը ունենք։ Սրա հիմքը ռացիոնալ տրամաբանությունը չի բերել։ Այլ Աստծո հոգին է, որ մեր մեջ այդ ամեն ինչը հաստատել է։
Աստծո հոգին է, որ այդ պարգևը որպես հավատք տվել է, որովհետև այլ կերպով մենք ի վիճակի չենք հավատալու այն ամեն ինչը, որ դեռևս գալու է, ու այն այսօր մեզ համար ռեալ դառնա, կյանք դառնա։ Ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, ուշադրություն դարձրեք։ Մարդկային չեն, մարդկային տրամաբանությունը չի, մարդկային հույսերը չեն, մարդկային հավատք չի, այլ հոգու վարդապետությամբ, հոգևոր բաները, հոգևոր մարդկանցն են մեկնում։ Աշխարհիկ մարդուն էս ամեն ինչը ասես, ինչ ասելու։ Հիմարությունը ինչ եք խոսում։ Ինչ հարություն, ինչ հավիտենական կյանք, հող ես դառնալու, սա է մարդկային տրամաբանությունը։ Այն ինչ որ հիմա ունես, այդ հարստությունը թողած ընկնելու ես ինչ որ գալիք բաների հետևից, Եգիպտոսի երկրորդ, երրորդ մարդն ես, այսինքն փարավոնի երեխեքի մեկն ես, քեզ պետք է ինչ հոգևոր կյանք, ինչ հավիտենականություն ապրի էլի քեզ համար, վայելի կյանքդ։ Կամ նույնը Դանիելը ու իր անկերները լավ կարգավիճակում եք գտնում, ստրուկ եք, հիմա տեսեք ինչ աստիճանի եք հասել, վայելեք։ Բայց երբ որ խնդիր եկավ, հարցը եղավ ընտրության, մարդիկ մի վայրկյան անգամ չկասկածեցին, քայլ արեցին։ Իսկ ստեղ այսօր որոշները որոշ բանին հասնում են, կամ որոշ բաներով սատանան գայթակղում է, պատրաստ են ամեն ինչը մոռանան, եկեղեցին, հոգևոր կյանքը, հավատքը ամեն ինչը մի կողմ թողնեն, թե ինչա շուտ վազեմ գնամ իմ երազանքներին հասնեմ։ Հիմա երազանքներն է կարա լինի ինչ որ, չգիտեմ, ամերիկան կամ գրին քարտը կամ ուրիշ բանը։ Ու եկան չի ստե ինչ ծառայություն ունեմ, կարա նույնիսկ այն կարևոր ծառայություններ տերը կանչած լինի, կարիքը լինի, թե ինչա գրին քարտ եմ շահել, всё, վազեմ։ Այդ ընդհանրապես մի պարզ օրինակ եմ բերում սիրելներ, բայց այս գրին քարտի օրինակը մեր կյանքում այլ տարբեր ձևերով արտահայտվում է։ Աշխատանքի տեսքով, տարբեր առաջարկների տեսքով, պետությանը խաբելու տեսքով, զառիվարի կերպով քայլելու, այս ամեն ինչը Տերը սատանան ձեր առաջ բերելու է, միշտ ընտրությունը սրա շրջանակում։ Ես հիմա փորձեմ ստանամ այն ինչ որ ժամանակավոր է, բայց կարծես շատ է, փայլուն է, հիմա շոշափելի է, թե գալիքի համար պտուղներ դասեմ։ Շարունակենք 14 համարը։ Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են։ Եվ չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ Հասկանում եք, աշխարհիկ մարդը Աստծո խոսքը չի կարա հասկանա եւ իր համար դրա մեջ տրամաբանություն չի գտնելու։ Դրա համար պաշտամունքը, այս ծառայությունը, պատգամը աշխարհիկների համար չի, այլ հոգևորների համար է, որովհետև հոգևորներն են, որ խոսքը հասկանում են։ Աշխարհիկների համար այո ավետարանն է քարոզում, որ դարձի եկեք ապաշխարեք, ճանաչեք Քրիստոսին, որտեղ երբ որ ճանաչեն, երբ որ դարձի գան, կունենան այդ հոգին, որը որ կմեկնի կբացի այդ հավատքը իրանց համար ինչ կդառնա, կյանք կդառնա, իրականություն կդառնա։ Դրա համար է երբ որ Հակոբոսը խոսում ասում է հավատքը առանց գործերի մեռած է, հենց էսա հիմքը, որտեղ եթե քո հայացքը գալիք բանի վրա չի աներևույթը քեզ համար իրականություն չի, ներկա կյանքիդ ընթացքում քո կյանքը չի ցույց տալու դրա մասին, որ դու ապրում ես ապագայով, այն ապագայով, որ Տերն է հաստատե։ Քեզ համար ամեն ինչը շրջապատված է լինելու ներկա իրավիճակներով, ներկա իրավիճակում ինչ որ ձեռ է տալի, ոնց որ ձեռք է տալի, ես տենց էլ վարվելու եմ։ Ինչ որ ձեռք չի տալիս, ինձ արդեն չի հետաքրքրու, դա Աստծուն հաճելի է, հաճելի չի, ինչա Տերը կամենում, ես անելու եմ այնց, ոնց որ այս պայդրությամբ իմ այդ որպես ֆիզիկական անձ տրամաբանությունը, շոշափելիքը, տեսանելիքը, լսելիքը, ինչ որ թելադրի, այդ ձևով էլ վարվելու եմ ու քայլելու եմ։ Հետևաբար, եթե մենք վստահություն ունենք Տիրոջ խոսքի նկատմամբ, աներևույթ բաները այսօր մեզ համար ինչ են, իրականություն են։ Դա համար երբ որ ասում ենք հավատք, այդ հավատքը ուղղակի բառ չի, հավատում եմ, որ հա երկնքում Աստված կա թե չէ։ Դրա մասին չի խոսքը գնում։ Հավատ նշանակում է կատարյալ վստահություն Աստծո խոսքին։ Կատարյալ վստահություն, առանց երերալու։ Ու ինձ համար կարիքը ես չունեմ, որպեսզի Տերը իր հրեշտակը ուղարկի կամ ինչ որ ձայն լսեմ ականջիս մեջ կամ տեսիլք տենամ, որ հավատամ կամ ինչ որ մի բան հաստատվի։ Որտեվ դա չի իմ հավատքի հիմքը, սիրելիներ։ Այլ հավատքի հիմքը այն խոսքն է, որ փոխանցված է ինձ ու հոգին, ինչ արե, այդ հավատքը տվել է, ու այս ամեն ինչ որ կարդում եմ, իմ կյանքում ինչ արել, հաստատել է,
ճշմարտությունա դարձրել, կյանքա դարձրել։ Երրորդ համարը, որովհետև երկրորդ համար ասում, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Ումից վկայություն ընդունեցին։ Աստծուց վկայություն ընդունեցին ու այդ վկայությունը փոխանցեցին։ Ինչով? Պարզ մեկ խոսքով, մի փոքր պատկերով, որ շատ խամրած էր։ Իսկ մենք ունենք լիարժեք պատկերը։ Մենք ունենք ամբողջական հայտնությունը։ Երբ որ ասում են նախնիները, նկատի ունի 5 հետականյան ժամանակի ապրող հավատացյալներին, որոնք որ հավատքով շատ բաներ տեսան ու շատ ավելի մանրամասն մյուս կիրակիներ հստակ անուն առանուն կգնանք, ինչպես որ ասում է։ Եվ վերջացնում եմ սիրելիներ երրորդ համարը։ Հավատքով ենք իմանում, որ դարերն Աստծո խոսքով ստեղծվեցին անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Գիտեք, ռացիոնալիզմը կամ ողջ գիտությունը ժամանակակից որտեղ է այդ գլորման քարը իրանց համար։ Այս երրորդ համարի մեջ հենց դրա մասին ասում է։ Ասում է, այս դարերի այս ամեն ինչ արարչագործության շրջանակում ամեն ինչ ա լինում, փուլ ա գալիս, շուռ ա գալիս։ Որտեվ գիտությունն ասում է, կարող ենք համարել ինչ-որ մի բան ապացուցված, որը որ դու կարող ես տեսնել, մի քանի անգամ փորձով ապացուցել, նոր դրանից հետո որպես հստակ ներկայացնել, որ սա է ճշմարտությունը։ Բայց այն ինչ որ տեղի ունեցել հազարավոր տարիներ առաջ, ո՞նց են տեսնելու։ Ոնց են փորձերով այդ ամեն ինչը բերելու, ապացուցելու։ Դրա համար այս շրջանակում գոյություն ունի լիքը թեորիաներ ու գնալով ավելանալու է։ Ու դրա համար նույնիսկ գիտնականները, ռացիոնալ գիտնականները այդ հարցի շուրջ միաբանություն չունեն։ Ուղղակի միաբանվել են մեկ բանի շուրջ, որ չի կարա Աստված այս ամեն ինչը արարի ու վերջ։ Բայց մեծ համար մենք կարիքը չունենք այդ ամեն ինչը տեսնելու, որովհետև հասկանում ենք, որ անհնարին է այդ ամեն ինչը տեսնել։ Չես կարող այդ ամեն ինչը տեսնես։ Ոչ էլ այն ժամանակվա հավատացյալներն են այդ ամեն ինչը տեսել։ Անցած կիրակի հիշում եք խոսում էի Աբրահամի ու խոստացված երկրի մասին։ Տերն ասեց հել դուրս արի ու գնա։ Ուներ ամեն ինչ նորից, հորական տարածքներն էին։ Ամեն ինչ ուներ, անուն ուներ, հարստություն ուներ, ամեն ինչ ուներ։ Տերն ասեց հել գնա, քեզի ուրիշ տեղ եմ կանչում։ Աբրահամը չտեսնելով հելավ ու գնաց։ Մենք ունենք լիարժեք հայտնությունը խոսքի։ Այո, որոշ բաներ կա հայտնության շրջանակում, ասում է, ձեր մտքով էլ անգամ չի կարող անցնի, թե Տերը ինչ է պատրաստել, բայց գիտեք, մեզ համար այս ամեն ինչը ռեալ է դարձել, կյանք է դարձել։ Դա համար մեր հավատքի հիմքը պետք է սա լինի, սիրելիներ։ Ու այն պետք է հստակ արտահայտվի, որ այն ինչ որ գալիքն է, խոստումն է, այսօր դա ինձ համար իրականություն է դարձել։ Եվ այն ինչ որ անտեսանելի է նորից Տիրոջ շրջանակում, դա ինձ համար ինչ է վստահություն է դրանց նկատմամբ, որտեվ ասողը Տեր Աստված ինքն է, որը որ երբեք չի կարող ստի, երբեք չի կարող սխալվի, երբեք չի կարող փոշմանի կամ ետ կանգնի իր խոսքից։ Սա է մեր հավատքի հիմքը։ Ոստի այդ հավատքի հիմքի վրա ամուր կանգնենք եւ ծառայենք, քայլենք, ապրենք, գործի գնանք, աշխատենք, խոսենք, ամեն ինչ որ անում եք, թող որ այդ հիմքը լինի։ Եթե այդ հիմքը եղավ, ճիշտ կերպով էլ կվարվեք։ Եթե այդ հիմքը չեղավ, շարժարը թե ուրիշ լիքը բաներ են լինելու։ Ու դրա հետևանքը այն է լինելու, ինչ որ այսօր տեսնում ենք, որ շատ շատերը ուրացել են Աստծո խոսքը, ուղղակի ապրում են զգացմունքների, տրամաբանության կամ գիտնական ինչ որ աստիճանների շրջանակում են ապրում։ Դա իրանց հավատքի հիմքը դարձել։ Մեր հավատքի հիմքը պետք է լինի խոսքը, այն խոսքը, որ եկել է Աստծո կողմից, ճշմարիտ Աստծո կողմից, եւ այն պետք է արտահայտվի գործերով, գործնականում։ Ու այդ դեպքում Տերը կփառավորվի, թե ձեր կյանքում, թե ձեր կյանքի մեջ լիարժեք վստահություն կունենաք ու երջանկություն կունենաք։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, ով Հայր, որ մեզ այստեղ ես հավաքել եւ խոսքիդ միջոցով առաջնորդում ես, Տեր։ Այո, շատ բաներ չենք տեսել եւ չենք էլ կարող պատկերացնել, բայց հավատքի աչքերով տեսնում ենք, Տեր։ Քեզ չենք տեսել, բայց կարող ենք ասել, որ կարոտել ենք քեզ, Տեր։ Եվ ուզում ենք լիարժեք ներկայությանդ մեջ ապրել, Տեր։ Չգիտենք, թե ինչ քաղաք է երկնավոր սպասվում,
թե ինչպիսի երկինք է լինելու կամ ինչպիսին է լինելու նոր երկիրը, Տեր, բայց այդ հույսով ենք ապրում եւ ուզում ենք այստեղ գանձեր հավաքել այնտեղի համար, Տեր։ Աղոթում եմ ով Տեր, որ մեր հայացքը, մեր միտքը, մեր ընթացքը ուղես դեպի քեզ, Տեր։ Որ չապրենք այսօրվա ժամանակավոր անցողիկ փայլուն ինչ որ բաներով, Տեր, որոնք որ ուղղակի զուտ սատանայի կողմից խապկանք են, ժանքի ու ցեցի ուտելիք են, Տեր։ Գանձեր դիզենք երկնքում, որովհետև խաչի վրա դու տվեցիր լավագույնը, Տեր, այն փրկությունը, որը որ որևիցե բան չի կարող առաջարկի, Տեր։ Եվ նույնիսկ այն հավատքը, որ ունենք, նորից քեզանից է գալիս, ով Հայր։ Ուստի օգնի, որ մեր հավատքը հաստատուն լինի, Տեր, հաստատուն հիմքի վրա լինի, որը որ քո խոսքն է, Տեր, անփոփոխ, կատարյալ, արդիական, Տեր։ Չնայենք աչուձախ, չնայենք մարդկային տրամաբանությանը, չնայենք մարդկային ցանկություններին կամ զգացմունքներին, Տեր։ Կարողանանք այո ռացիոնալ կերպով խոսքիդ մեջ մեզ համար հաստատում գտնել մեր կյանքի, Տեր, որովհետև մեզ համար այն գալիքը շատ ավելի իրական է, քան թե այսօրվա իրականությունը, Տեր, որովհետև 5 թվականի ժամանակահատվածում քո հավատացյալները, քո ժողովուրդը շատ դեպքերում ապագայի առումով էլ ավելի իրենց համար շոշափելի էր, կենթանի էր, քան թե այն ինչ որ այդ պայծրությամբ էին ապրում, Տեր։ Աղոթում եմ, որ Տեր մեր աչքերը բացես, որ նման հավատք ունենանք, Տեր, նման կերպով հավատանք ու հետևենք քեզ, իմանալով ու վստահություն ունենալով, որ ինչ էլ որ պատահի հավիտենականությունը քեզ հետ ենք անցկացնելու, եւ այդ հավիտենականությունը մեր կյանքի համար լավագույնն է, Տեր։ Աղոթում եմ նրանց համար, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում, Տեր, դու այցելությունը նրանց սիրտը բացիր, Տեր, որ գան քո առաջ աղոթքով եւ ասեն Տեր ների, որովհետեւ մեղավոր ենք, որովհետեւ այդքան ժամանակ ապրել ենք այնպես, ինչպես որ մենք ենք կամեցել։ Խնդրում ենք ների մեր մեղքերը, սրբիր մեզ ամեն արիրավությունից, Տեր, որպեսզի տեսնենք քեզ հարություն առած, որովհետեւ մեր մեղքերի համար մահացար, խաչվեցիր եւ երրորդ օրը հարություն առար, Տեր։ Խնդրում եմ օրհնիր այստեղ գտնվող ամեն մեկից, Տեր, եւ դու խաղաղությամբ արձակիր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։